Դեմքի շրջանի սպիները տարբերվում են մարմնի այլ հատվածներում առաջացած սպիներից։ Դեմքի շրջանում հաճախ հանդիպում են ատրոֆիկ սպիները, ակնեներից հետո առաջացած կամ ջրծաղիկից որևէ այլ ինֆեկցիայից հետո առաջացած վերքերը, հետվիրահատական սպիները, գերաճական սպիները, ինչպես խուսափել դեմքի շրջանում կոպիտ սպիների առաջացումից։ Առաջին հերթին հնարավոր չէ բացարձակապես խուսափել սպիների ձևավորումից, այստեղ խնդիրը թե որքան նուրբ կլինի սպին։ Կա վերք, ուրեմն պետք է վերքը մշակվի, եթե կար դնելու կամ այլ ձևով փակելու, պետք է դա անել հնարավորինս արագ։ Պետք է նաև իջեցնել լարվածություն, օրինակ եթե դուք դերասան եք կամ ակտիվ միմիկայից եք օգտվում, դասախոս եք, պետք է փորձեք այս ամենը նվազեցնել, որպեսզի հետագայում սպիական հյուսված չձևավորվի։ Եթե առկա են սպիներ, դրանք մի քանի տարբերակ ունեն լուծման։ Առաջին հերթին դիմում ենք ոչ վիրաբուժական միջամտությանը, լազերային կորեկցիաների միջոցով, հատուկ սնուցող ներարկումների միջոցով, եթե այս ամենը օգուտ չի տալիս, նոր կարելի է մտածել սպիի հատման եւ նոր վերքի ձևավորման շուրջ։ Այս ամենը ամփոփելով կարող եմ ասել, որ սպիների վերացումը շատ բանով կախված է տվյալ կլինիկական դեպքից, սպիի տեսակից, թե որ փուլում է գտնվում վերքը, ինչպես նաև դեմքի անատոմիայից, մաշկի որակից, էլաստիկությունից, տարիքից եւ շատ այլ գործոններից։